Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում լարվածությունը հասնում է իր գագաթնակետին և այսօրվա սերիան կարելի է համարել ամենաճակատագրականներից մեկը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հերոսները կանգնում անդունդի եզրին և ինչպես է մեկ զանգը, մեկ բառը կարող փոխել ամեն ինչ։ Սկսենք Նորոյի և Մագդայի հուզիչ տեսարանից։ Նորոն, ով վերջին շրջանում դարձել է Մագդայի պահապան հրեշտակը, փորձում է հասկանալ, արդյոք Կարենը նեղացրել է նրան, բայց սա պարզապես հարցաքննություն չէ։ Նորոյի ձայնի մեջ մենք լսում ենք մի խոստովանություն, որը սարսուռ է առաջացնում։ Նա ուղիղ ասում է Մագդային. «Եթե քեզ հետ մի բան պատահեր, ես կգժվեի»։ Այս բառերը վկայում են այն մասին, որ Մագդան Նորոյի համար ուղղակի ծանոթ չէ։ Նա դարձել է Նորոյի կյանքի իմաստը։ Եվ հենց այս էմոցիոնալ պահին հնչում է ճակատագրական զանգ։ Լանան է։ Նա զանգում է Մագդային ոչ թե որպես մայր, այլ որպես հուսահատ կին, ով փորձում է փրկել իր երեխային հրեշից։ Լանան աղաչում է, որ Մագդան հեռու մնա Կարենից, բայց Մագդան, կարծելով, թե գիտի ամբողջ ճշմարտությունը, պատասխանում է, որ ինքը արդեն գիտի, որ Կարենը Լանայի ամուսինն է։ Մագդան դեռ չի էլ պատկերացնում, թե որքան մակերեսային է իր այդ գիտելիքը։ Եվ հենց այդ վայրկյանին իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Կարենը, ով ստվերի պես հետևում էր Լանային, հարձակվում է։ Նա խլում է հեռախոսը և մենք լսում ենք միայն Լանայի ճիչերը։ Նա սկսում է քարշ տալ խեղճ կնոջը և կապը ընդհատվում է։ Այս պահը սարսափելի է։ Մագդան հայտնվում է խուճապի մեջ։ Նա հասկանում է, որ Լանան վտանգի մեջ է հենց իր պատճառով, հենց իրեն զգուշացնելու համար։ Մագդան զգում է, որ Լանան կարևոր դեր ունի իր կյանքում, բայց դեռ չի կարողանում գտնել այդ կապի անունը։ Նա չգիտի, որ այդ ճչացող կինը իր մայրն է։ Տեսնելով Մագդայի սարսափը, Նորոն տալիս է տղամարդու խոստում։ Նա երդվում է ամեն գնով գտնել Լանային։ Եվ Մագդան հավատում է նրան։ Այս պահին Նորոն միակն է, ում վրա Մագդան կարող է հենվել։ Սակայն մինչ Նորոն դրսում պայքարում է Մագդայի անվտանգության և ճշմարտության համար, նրա սեփական տանը հյուսվում են նոր խարդավանքներ։ Ճակատագրի հեգնանքով հենց այն պահին, երբ Նորոն բացակայում է, տուն է վերադառնում նրա հայրը։ Եվ ով է դիմավորում նրան։ Հասմիկը։ Այս աղջիկը, օգտվելով առիթից, որ Նորոն զբաղված է այլ հարցերով, որոշում է ամրապնդել իր դիրքերը։ Տատիկը ծանոթացնում է նրանց, և Հասմիկը առանց աչք թարթելու ներկայանում է որպես Նորոյի ընկերուհի։ Սա բացահայտ սուտ է և մանիպուլյացիա։ Հասմիկը փորձում է խցկվել ընտանիք, սիրաշահել հորը, քանի դեռ Նորոն այդ մասին տեղյակ չէ։ Սա շատ վտանգավոր խաղ է, որը հետագայում մեծ խնդիրներ է ստեղծելու Նորոյի համար։ Բայց վերադառնանք ամենակարևորին։ Նորոն, հավատարիմ իր խոստմանը, գնում է Լանայի հին տան մոտ, հույս ունենալով գտնել որևէ հետք, որևէ թել։ Եվ այնտեղ նա հանդիպում է մեկին, ում ամենաքիչն էր սպասում՝ Արշակին։ Արշակը նույնպես փնտրտուքների մեջ է, բայց նա դեռ խարխափում է խավարում։ Տեսնելով Նորոյին, Արշակը զարմանում է. «Ինչ գործ ունես այստեղ, Նորո»։ Հարցնում է նա։ Եվ ահա գալիս է ճշմարտության պահը։ Նորոն նայում է Արշակի աչքերին և ասում մի նախադասություն, որը փոխում է ամեն ինչ։ «Ես չափից շատ բան գիտեմ, Արշակ, ավելի շատ, քան դու»։ Արշակը շոկի մեջ է։ Նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և Նորոն, հասկանալով, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, որ լռելը այսուհետ հանցագործություն է, պատմում է ամեն ինչ։ Նա բացում է խաղաքարտերը։ Սիրելի դիտողներ, պատկերացնում եք Արշակի վիճակը, երբ նա լսում է, որ իր տանը ապրող, իրեն ծառայող կինը իր սիրելի քրոջ մայրն է։ Սա պայթյուն է, որը կքանդի Արշակի աշխարհը։ Ինչ կանի Արշակը այս բացահայտումից հետո։ Կհավատա Նորոյին, թե կմտածի, որ սա հերթական խաղն է։ Եվ ամենակարևորը, կհասցնեն արդյոք նրանք փրկել Լանային Կարենի ձեռքից։ Իրավիճակը ծայրահեղ է։ Գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ վճռորոշ վերլուծությունը։ Շնորհակալություն դիտելու համար։